Օրերս հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներից մեկը հրապարակայնորեն խոստովանեց, որ եպիսկոպոսատ ժողովում 24 եպիսկոպոսից 20-ը դեմ է եղել Բագրատ Գալստանյանի ղեկավարած սրբազան շարժմանը, այսինքն եկեղեցին ներքաղաքական վտանգավոր գործընթացների մեջ ներքաշելուն։ Սա մի կարևոր իրողություն է բացահայտում։ Եկեղեցին միասնական է, թեզը կեղծ է։ Եկեղեցու ներսում եղել է առողջ մեծամասնություն, որն ասել է, քաղաքական այս գործընթացները պայքարը խաթարում է հոգևոր առաքելությունը։ Եվ եղել է փոքրամասնություն, ընդամենը 4 եպիսկոպոս, որը փորձել է եկեղեցին դարձնել քաղաքական կուսակցական գործընթացների մաս։ Խնդրի ամենակարևոր մասը ձևակերպումն է, երբ մի փոքր շրջանակ իր քայլը ներկայացնում է որպես ամբողջ եկեղեցու ձայն, իսկ քննադատությունը կոչվում է հարձակում եկեղեցու վրա։ Չհամաձայնող սրբազաններն էլ դառնում են դավաճան։ Սա քաղաքական անվանում ունի՝ իշխանության ուզուրպացիա։ Եկեղեցին պետությունից տարանջատված է հենց նրա համար, որ չդառնա քաղաքական իշխանության կենտրոն եւ չփորձի 5 հոգու կողմից ընտրված հոգեվոր առաջնորդը օրակարգ թելադրել ժողովրդից մանդատ ստացած իշխանությանը։ Եկեղեցին պետք է վերադառնա իր բնական դերին, հավատք, հոգեվոր կյանք, բարոյական ծառայություն իրականացնելու համար, իսկ քաղաքական իշխանությունը ձևավորվում է միայն ժողովրդի քվեով, ոչ մի օրհնությամբ դա չի կարող փոխարինվել։